Բարև ձեզ հարազատներս, այսօր մարտի 31-ն է, ուղիղ 1 տարի է ինչ ես տեսահոլովակներ եմ նկարահանում բժշկական մանկաբարձության գինեկոլոգիայի, մարտից եմ սկսել նկարահանել տեսահոլովակները, 43 բժշկական տեսահոլովակ եմ նկարահանել մանկաբարձության գինեկոլոգիայի, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ բժշկական գիտությունների տեխնացու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում, տարբեր թեմաների մասին եմ պատմել արդեն, պատմել եմ դաշնային ֆունկցիայի մասին, խանգարումների մասին, հղիության վարման 3 երամսյակների մասին, ինչպիսի հետազոտություններ ենք անում, ծննդաբերության մասին, ինչ շրջաններ ունի ծննդաբերությունը, տարբեր տիպի գինեկոլոգիական հիվանդությունների մասին եմ պատմել, ադենոմիոզի, կանացի օրգանների իջեցման, պոլիպների մասին, հղիության ժամանակ հանդիպող հիվանդությունների մասին, շաքարախտի, զարկերակային ճնշման բարձրացման եւ այլն։ Մի տարին ավարտվեց, խոսք եմ տվել, որ 3-4 տարի այս տեսահոլովակները շարունակելու եմ, որ ավարտին դուք, եթե լսեք իհարկե ինձ կանոնավոր, պիտի միջին արձինատերը գիտելիքներ ունենաք։ Ինչի համար է այս տեսահոլովակներ նկարահանելս նպատակս որն է, որ մեր երկրում մանկաբարձություն գինեկոլոգիայի մակարդակը բարձրացնենք։ Արդեն ասել եմ, որ շատ ցածր է մեր երկրում մանկաբարձության գինեկոլոգիայի մակարդակը, նորից հիշեցնեմ, որ ունենք լավ կլինիկաներ, ունենք լավ բժիշկներ, բայց սա չի նշանակում, որ երկրի մակարդակը բարձր է մանկաբարձության գինեկոլոգիայի։ Բարձր կլինի այն դեպքում, երբ որ կինը ծննդաբերելիս մտնի յուրաքանչյուր ցանկացած ծննդատուն, այնպիսի բուժօգնություն ստանա, ինչպիսին զարգացած երկրներում են։ Այդպիսին չունենք դեռ, ու մեր բոլորիս աշխատանքը պիտի լինի, որ այդ որակը բարձրացնենք մեր երկրում, ինչով զբաղվում ենք, որակը բարձրացնենք։ Հիմա մի տարի արդեն դասախոսություններ կարդացի, սա բնակչության համար են իհարկե դասախոսությունները, բժիշկների համար ուրիշ մակարդակի դասախոսություններ եմ կարդում, բայց միևնույն ժամանակ շատ շոյված եմ լինում, երբ որ գինեկոլոգները ասում են, որ հաջորդով ինձ այս տեսահոլովակները լսում են։ Իրոք մեծ պատիվ է ինձ համար։ Հիմա ինչ անենք, մի տարի նույն գործողությունը արել ենք, ճիշտ է, սկիզբը շատ դժվար է, որ մարդ սկզբնական մի քայլը անի, բայց դա բավարար չէ, մի տարի արեցիր, պիտի նայես տեսնես որակը ինչպիսին է։ Պիտի որակը, հաջորդ քայլը պիտի լինի, որ որակ բարձրացնենք։ Ուրեմն մի տարվա կտրվածքով արդեն ինչ նորություն եմ ուզում մտցնեմ, մոդել եմ գնել արգանդի, ես ճիշտ ասած ունեի արգանդի մոդել Մոսկվայում, բայց ծնողներս չկարողացան գտնեն ուղարկեն, երևի տեղափոխումների ժամանակ կորել է, ասում արգանդս կորցրել եք։ Հիմա, որ հասկանամ օգտակար է այս անելիքս, ինչ անում եմ, թե ոչ, պիտի հետադարձ կապ ունենանք ու դեռ համոզված չեմ, որ օգտակար են այս տեսահոլովակները, հետաքրքիրն է, որ ես սկսեցի տեսահոլովակներ նկարահանել, սկսեցի եւ բժշկական տեսահոլովակներ, իմ քաղաքական հայացքների մասին, հոգեվոր ճանապարհիս մասին կիսվել, ու հետաքրքիրն է, որ ես բժշկական տեսահոլովակներ եմ նկարահանում, պատմում այսպիսի բարդ թեմաներից, դիտորդները քիչ են։ Հենց պատմում եմ Քրիստոսի մասին կամ քաղաքականության մասին, վայ, կոմենտներ ու սկսվում է։ Ասես Քրիստոսի մասին լսած չլինեիք, առաջի քրիստոնյա երկիրն է ու ոսպիսին զարմանալու է այս հետադարձ կապը այդ տեսահոլովակների, որ շատ ուրախացած եմ, որ այդ տեսահոլովակները գոնե նայում եք։ Բայց ինձ պետք է մանկաբարձություն գինեկոլոգիայի որակը։ Ինչ պիտի անենք, ուզում եմ հիմա մի քանի հարց տամ ձեզ, այդ հարցերին պատասխանեք, որ տեսնեմ ինձ լսող կա, թե չկա։ Նես տպավորություն որ տղամարդիկ են ինձ լսում, ես որ կանացի օրգաններից ես խոսում, իրանց հետաքրքիր չի անջատում, անջատում են, ես որ ուրիշ բաներից ես խոսում, իրանց արդեն հետաքրքիր է։ Բայց կանանց համար են այս տեսահոլովակների իհարկե մեծ մասը։ Մի քանի հարց տամ, 4 հարց եմ պատրաստել, որ պատասխանեք, կխնդրեմ պատասխանեք կամ կոմենտներում, կարող եք անձնականով գրել, սրանք այնպիսի հարցեր չէ, որ Google-եք ինձ պատասխան ուղարկեք, սա ուղղակի ուզում եմ տեսնեմ իմ ասածից, իմ տվածից ինչ է մնում ձեզ, եթե մնում է ինչ-որ մի բան։ Առաջի հարցը կլինի ինչպիսի կանացի հորմոններ եք իմանում և որոնք են նրանց ֆունկցիաները։ Երկրորդ հարցը կլինի ինչու ենք անպայման բուժում ձվարաների պոլիկիստոզ համախտանիշը։
Պարտադիր չի բոլոր հարցերին պատասխանեք, որը որ կպատասխանեք, նայել ուղղակի գրեք առաջի հարցը, երկրորդ, երրորդ։ Երրորդ հարցն են ինչու են շատացել կանացի օրգանների քաղցկեղները, գիտենք, որ շատացել են համեմատած անցյալ դարի հետ, անցյալ հազարամյակի հետ, շատացել են ծվարանների քաղցկեղը, արգանդե խոռոչի քաղցկեղը, կրծքագեղձերի քաղցկեղը, ինչ եք մտածում, ինչն է, որն է պատճառը։ Եվ չորրորդ հարցն է, ինչ նորություն եք ինձնից սովորել, իմ տեսահոլովակներից ինչ եմ ասել, որ դուք չգիտեիք ու ես ասել եմ, դա ձեր մեջ մնացել է։ Այսքանը, որ ես կարողանամ հասկանալ ինչ տիպի տեսահոլովակներ արդեն հաջորդ տարի նկարահանեմ։ Այսքան այսօր, մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։